2025-ի թիվ 1 առաջնահերթությունը խաղաղության օրակարգի սպասարկումն էր և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել արտաքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Ադրբեջանի հետ շատ ինտենսիվ եւ արդյունավետ է եղել տարին։ Նախ մարտին համաձայնեցումը պայմանագրի տեքստի, հետո հանդիպումներ Աբու Դաբի, օգոստոսի 8 հռչակագիր, որտեղ եւ նախաստորագրեցինք պայմանագիրը եւ նաեւ դուք Ադրբեջանի նախագահի եւ Ամերիկայի նախագահի հետ որոշեցիք ֆունդամենտալ սկզբունքների ապաշրջափակման, այդ թվում ինքնիշխանություն եւ իրավազորությունը։ Եվ ըստ էության դրանից հետո էլ գործընթացը չկանգնեց։ Մենք այսօր արդեն ունենք եւ երկկողմ առևտուր եւ իրենց տարածքով շարժ, խաղաղությունը շարունակում է ինստիտուցիոնալիզացվել։ Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին, նախարարը նշել է որոշակի առաջընթաց կա։ Օրինակ շուտով կտեսնենք Turkish Airlines-ի չվերթների բացումը, հայտարարվել են կրթաթոշակներ, e-վիզա համակարգով հեշտացումներ արեցինք ծառայողական հատուկ եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, բայց հարցերի հարցը սահմանների բացումը թեկուզ եւ մասնակի երրորդ երկրների համար կամ դիվանագիր ունեցողների եւ հարաբերությունների հաստատումը այս պահին դեռ չլուծված է, պետք է արձանագրենք, այնուամենայնիվ առաջիկա ամիսներին շատ էական, եթե չասեմ ամբողջական կարգավորում ենք ակնկալում։ Միրզոյանն անդրադարձել է նաև Թեհրանի եւ Թբիլիսիի հետ հարաբերություններին։ Եվ Վրաստանի եւ Իրանի հետ ունենք հրաշալի հարաբերություններ, մեկի հետ ունենք ռազմավարական գործընկերություն արձանագրված, մյուսի հետ ակնկալում ենք Իրանի հետ ակնկալում ենք առաջիկա ամիսներին։ Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ զարգանում են խիստ ինտենսիվ եւ շատ բովանդակալից։ Նշեցի արդեն, որ իրենք որոշակի հստակ եւ վճռորոշ դերակատարում ունեցան խաղաղության հաստատման հետ կապված, բայց նաեւ երկկողմ հարաբերությունները դուք MOU-ներ ստորագրեցիք նախագահ Թրամփի հետ, արդեն այդ MOU-ները աշխատում են, ենթակառուցվածքների մասով ենթակառուցվածքներ, կիսահաղորդիչներ Nvidia-ից մի փուլ ստացել ենք երկրորդի այդ համապատասխան ընկերություն երկրորդի օքեյ ամբողջական ունի ամերիկյան վարչակազմի կողմից։ Արտգործնախարարը զեկուցել է նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին։ Դիմակայություն եւ աճ Growth and Resilience պլանը 200 միլիոնից ավել արդեն գրեթե ամբողջությամբ ավարտված է։ Ըստ էության չկա ոլորտ, որտեղ մենք հիմա խորը համագործակցություն չունենք եվրոպական եւ խորացող համագործակցություն ԵՄ-ի հետ։ ԵՄ-ից զատ որպես ամբողջություն մենք էական խորը հարաբերություններ ունենք առանձին եվրոպական երկրների հետ։ Ֆրանսիան շատ բազմաբովանդակ։ Մենք այսպիսի քաղաքականություն ունենք առանձին երկրների հետ հաստատել ռազմավարական գործընկերություն։ Դա արդեն արել ենք անցած տարի Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի հետ։ Ձեր այցի ընթացքում Գերմանիայի հետ ռազմավարական օրակարգ ստորագրվեց, իմիջիալոց ԵՄ-ի հետ ռազմավարական օրակարգ հռչակեցինք դեկտեմբերին։ Ընդգծվել է, որ զարգացել են գործընկերային հարաբերությունները նաև ասիական եւ մերձավոր արևելյան ուղղություններով։ Կառանձնացնեի Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Կատարը, որոնցից երկուսի հետ էլ կանգնած ենք մեծ տնտեսական նոր փուլի հարաբերությունների շեմին եւ Օմանում դեսպանություն բացեցինք, կուզեի նշել։ Ռուսաստանի Դաշնությունը խորը բովանդակային հարաբերություններ, հատկապես տնտեսության բնագավառում, կապերի բնագավառում, բազմաթիվ այցեր, կոնտակտներ, մեր արժեվ խնդիր ենք դրել, ձևավորել Ռուսաստանի Դաշնության հետ այնպիսի ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք հենված են փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի։ Հետաքրքիր ուղղություն է դարձել նաև Կենտրոնական Ասիան, շարունակել է նախարարը։ Չինաստանի ձեր այցի ընթացքում ռազմավարական գործընկերություն հաստատեցինք, սա լիովին համապատասխանում է մեր հռչակած հավասարակշռման եւ հավասարակշռված արտաքին քաղաքականությանը։ Նոր ծրագրեր են Ճապոնիայի հետ մեր առջև բացվում։ Հնդկաստանը ավանդական արդեն մեր համար շատ հուսալի եւ ամուր պարտնյոր է։ Պակիստանի հետ կարողացանք դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Վարչապետին ներկայացվել է բազմակողմ հարթակներում նախարարության ակտիվ ներգրավվածությունը, այդ թվում նոր դրական օրակարգի առաջմղման նախաձեռնությունների միջոցով։ Այստեղ մի հետաքրքիր շիֆտի առջև ենք կանգնել, փոփոխության, պարոն վարչապետ, կոնֆլիկտի պատմության այդ ավարտի հետ միաժամանակ մենք նոր դիրքավորում ենք ուզում ձեր ստանալ եւ որդեգրել միջազգային հարթակներում եւ կենտրոնանալ արդեն դրական օրակարգի վրա։ Անդրադարձ է կատարվել նաեւ ինչպես 2025-ին Երևանում անցկացված, այնպես էլ 2026-ին կայանալիք բարձր մակարդակի կարևոր միջոցառումներին, մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, նախարարը
Նախարարության նախաձեռնված եւ արդեն 3-րդ տարին անցկացվող Երևանյան երկխոսությանը։ Թվայնացումը, պարոն վարչապետ, մեր համար թվայնացումը հետևյալն է. մեր կայք տեսփանությունների կայքով հյուպատոսական ծառայություններ եւ ունենք ներքին գործիք, մենք մեր առաջ նպատակ ենք դրել, որ on-line ռեժիմով, իրական ժամանակ ռեժիմով տեսփանությունների եւ վարչատնտեսական շարժը ընդհանուր միջև գույքագրում եւ այլ ունենանք, այս գործիքները պիտի ստեղծենք։ Նշվել է, որ 2025-ի ընթացքում շարունակվել են Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնման ուղղված կոնկրետ քայլերը։ Նոր ռեզիդենտ տեսփանություններ են հիմնվել Կիպրոսում, Հունգարիայում եւ Օմանում։ Հիմա Բեռնում են աշխատանքներ ընթանում, կհիշեք շվեյցարական կողմի հետ պայմանավորվածություն ունենք շենքերի մասով։ Ձախում կարող եք տեսնել հին շենքը Բելգիայում մեր դեսպանության, կարմրով արել ենք, որպեսզի չափերի տարբերություն տեսնեք։ Հիմա ձեռք ենք բերել արդեն այս մյուսը աչի վրայինը, Փարիզի շենքը կրկին ձախում չափերը գործողի եւ ամբողջությամբ ինչ տեսնում եք աչում, դա նոր շենքն է, սա էլ ինտերիերը վերանորոգումը գարնանը կավարտենք ամբողջությամբ կտեղափոխվեն, կդառնա մի շատ ներկանալի բան։ Վարչապետ Փաշինյանը կարևոր է համարել արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարունակական իրականացումը, հաշվի առնելով նաև տարածաշրջանում եւ աշխարհում ստեղծվող նոր իրողություններն ու հնարավորությունները։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։